Գիշերը կրակոց, ցերեկը մեղադրանք, թշնամու ամփոփող ձեռագիրն ու խնածախի գնդակոծության հետքերը։ Հիմա է խաղաղության ժամանակը, Գերմանիայի նախագահը կոչ է անում Երևանին եւ Բաքվին շուտափույթ ստորագրել փաստաթուղթը։ Հավաքական վերադարձ հայրենիք, գերիների ազատ արձակում, կեցության արժանապատիվ պայմաններ, արցախցիների բողոքի ձայնը։ Հայտնի են Գյումրիի եւ Փարաքարի թիմ ընտրությունների նախնական արդյունքները, անհայտ է ով կգլխավորի հայրաքաղաքի ընդդիմադիր թևը։ Երևանը հրաժարվում է վճարել ՀԱՊԿ-ի անդամակցության գումարը։ Իրանը մարզում է մկանները, եթե Միացյալ Նահանգները հարձակվի, պատասխանը համարժեք կլինի, Թեհրանի զգուշացումը։ Նոր սկանդալ Թրամփ-Զելենսկի հարաբերություններում, ով ում է գցում։ 4 ծառերի փոխարեն նորը, թե սպանդ մայրաքաղաքում բնապահպանների աղմուկը։ Մատչելի համարվող ընտրատեղամասը անմատչելի հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Բարի երեկո հարգելի հեռուստադիտող, օրվա գլխավոր ժամն է, կարևոր իրադարձություններով տաղավարում Հայկ Նավասարյանն է աշխատում։ Եվ այսպես թողարկումը սկսենք օրվա թոփ թեմայով Կիրակի Գյումրիում կայացած թիմ ընտրությունից հետո Հանրապետության երկրորդ քաղաքում արդեն հետընտրական զարգացումներ են։ Անցողիկ շեմը հաղթահարած 5 ուժից եւ ոչ մեկը 50+1 ձայն չունի։ Սա նշանակում է, որ թե իշխանության թեկնածուն, թե ընդդիմությունը առանձին քաղաքապետ չեն կարող ընտրել։ Այս պահին ամեն ինչ կախված է ընդդիմության գործողություններից, ավելի ճիշտ ամենաշատ ձայներ ստացած երկրորդ թեկնածուից Մարտուն Գրիգորյանից, քանի որ մյուս երկու ընդդիմադիրներն արդեն հայտարարել են, պատրաստ են առանց նախապայմանների միավորվել երկրորդ տեղով անցած նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ։ Իսկ քիչ առաջ Մարտուն Գրիգորյանը գրառում արեց, ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենա։ Դա հաստատ է։ Հետընտրական երկուշաբթին Հանրապետության երկրորդ քաղաքում անորոշ սկսվեց։ Գյումրին կունենա ընդդիմադիր քաղաքապետ։ Օդում կախված էր հարցը։ 47443 մարդ է գնացել ընտրության 3, թեև նախորդի համեմատ այս ընտրությունների մասնակցության ցուցանիշը ավելի մեծ է, բայց 6 կուսակցությունից եւ 3 դաշինքից ոչ մեկը միանձնյա իշխանություն կազմելու 50+1-ի շեմը չհաղթահարեց։ Վերջին թվերով քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածու Սարիկ Մինասյանը ձայների ավելի քան 37%-ն է ստացել, Հայաստանի կոմունիստական կուսակցության թեկնածու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը 21%-ը։ Ձայներով երրորդ տեղում մեր քաղաքը Դաշինքի թեկնածու ազգային ժողովի падգամավոր Մարտուն Գրիգորյանն է ավելի քան 15%։ Իմ հզոր համայնք կուսակցության թեկնածու Ռուբեն Մխիթարյանին բաժին է հասել ձայների մոտ 9%-ը, իսկ Մայր Հայաստան Դաշինքի թեկնածու Կարեն Սիմոնյանին քվեարկել են ընտրողների ավելի քան 6%-ը։ Քաղաքացիական պայմանագրի հետ համագործակցությունը այս 4 ուժերը բացառել են նախընտրական շրջանում։ Հետընտրական առավոտյան իմ հզոր համայնքն ու Մայր Հայաստանը հայտարարեցին, պատրաստ են համագործակցել ամենաշատ ձայները ստացած ընդդիմադիր ուժի թեկնածու Վարդան Ղուկասյանի հետ։ Պատրաստ եմ մեր ավականիների կազմով առանց որևէ նախապայմանի, առանց որևէ պաշտոնի հավակնելու քվեարկել գյումրեցիների կողմից առավելագույն ձայներ ստացած քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանի օգտին։ Չի կարելի ընդհանուր վիժեցնել ընդդիմադիր ճամբարը եւ մենք մեր խոսքի տեր մինչեւ վերջ լինելու ենք։ Ավելի ուշ վարչապետ Փաշինյանը շնորհավորեց ընտրություններում հաղթած քաղաքական ուժերին եւ թեկնածուներին, ընդգծելով, թե ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցության մասին բոլորը հազանգերը պետք է մանրամասն քննվեն։ Ամենաշատ ձայները ստացած ուժի թեկնածուն Սարիկ Մինասյանն էլ իր հերթին Facebook-ում շնորհակալություն հայտնեց յուրաքանչյուր քվեի համար։ Մեզ տրված քվեները չենք փոշիացնելու, այն ծառայելու է Գյումրուն ու բոլոր գյումրեցիներին։ Շարունակելու ենք Գյումրու զարգացման եւ շենացման մեր բոլոր ծրագրերը։ Խոսեց նաեւ նախկին քաղաքապետը Ղուկասյանը ասաց, սպասում են Մարտուն Գրիգորյանի արձագանքին։ Խնդիրները լուծվելուց հետո կարող եմ ասել, որ քաղաքապետ կդառնանք, որովհետեւ տեխնազներից մեկը իր խոսքը չի ասել։ Այս զարգացումների ամբողջ ընթացքում գյումրեցիները շունչը պահած սպասում էին ձայներով երրորդ տեղը զբաղեցրած մեր քաղաքը Դաշինքի քաղաքապետի թեկնածուի Մարտուն Գրիգորյանի արձագանքին։ Միանում է ընդդիմությանը փաստացի 4 ընդդիմադիր ուժով իշխանություն ձևավորելու թե ոչ։ Թեկնածուն Facebook-յան գրառում արեց, որոշման մասին դեռ չբարձրաձայնեց։ Սիրելի գյումրեցիներ, վերահաստատում եմ ասածս, ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու, դա հաստատ է։
Ինչ քննարկումներ են ի վերջո կուլիսներում, կա վերջնական համաձայնություն թե ոչ, ու ով կլինի հանրապետության երկրորդ քաղաքի ղեկավարը։ Դեռ բազմանշանակ լռություն է։ Տիգրան Գուրգինյան, ժամը լրատվական։ Հրապարակվել են նաև Փարաքարի թիմ ընտրությունների նախնական արդյունքները, ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքի ստացած քվեները բաշխվել են հետևյալ կերպ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացել է 3669, Միասնություն կուսակցությունների դաշինքը 6508, Ազգային առաջընթաց կուսակցությունը 900, Կայունություն կուսակցությունը 426 ձայն։ Հաղթանակած Միասնություն կուսակցությունների դաշինքի թեկնածու Վոլոդիա Գրիգորյանը արդեն շնորհավորանքներ է ստանում։ Գիշերը ակտիվ կրակահերթ էր, ցերեկը նույնքան ակտիվ ստերի շարան։ Սա Բաքվի արդեն հայտնի ձեռագիրն է, երբ իրենք կրակում են մեր դիրքերի գյուղերի ուղղությամբ ու հայտարարում, թե տեսեք, Հայաստանի զինուժն է գնդակոծել ադրբեջանական դիրքերը։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը կոչ է արել ադրբեջանական կողմին հետաքննել խնածախի գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանմամբ։ Սակայն Բաքուն շարունակում է չլսելու տալ ու պնդել, թե Հայաստանի սահմանադրության մեջ Ադրբեջանից պահանջներ կան ու որքան էլ պաշտոնական Երևանը հայտարարում է, որ Բաքվի հետ համաձայնագիրը փոխզիջումներով է, հայ մասնագետները փնտրում ու չեն գտնում։ Ի վերջո, ինչ է զիջում Ադրբեջանը։ Հրաժարվում է օրինակ Միջանցքի մտքից կամ Արևմտյան Ադրբեջան եզրույթից։ Սիրանուշ Մուրադյանն է շարունակում։ Սյունիքի խնածախն է գիշերվա ռմբակոծությունից հետո։ Գնդակոծության տակ է պահում գյուղը, քաղաքացիական բնակավայրը ու խաղաղությունից խոսում։ Հույսով է անում, մանևրում, թե կստորագրի աշխարհի աչքին թոս փչում, խաղում խաղաղության անունով ու պայմանների շարքը շարում։ Գիշերը կրակել են Սյունիքի ուղղությամբ, ցերեկ Ադրբեջանի արտգործնախարարությունը համարում է, թե հիմա հետ կոնֆլիկտային շրջան է ու հնարավորություն կա պատմության արյունոտ էջերը շրջելու։ Հետո շարունակում է անընդհատ կրկնելով փչացած ձայնը սկավառակի պես Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները, որոնք առկա են Հայաստանի օրենսդրության մեջ, ներառյալ սահմանադրությունը եւ մի շարք օրենսդրական ակտեր, շարունակում են մնալ տարածաշրջանի կայուն ապագայի հիմնական խոչընդոտը։ Բաքուն վճռականորեն եւ անզիջում պահանջում է հրաժարվել Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի առկա տարածքային պահանջներից։ Հայաստանի երևակայական պահանջներից են խոսում ու իրենք պաշտոնական, ոչ պաշտոնական պահանջների ցանկ կազմում։ Սահմանադրության փոփոխությունից բացի հայտնի է, որ պաշտոնապես նաև պահանջում են լուծարել Մինսկի խումբը։ Մի հսկա ցանկ էլ ոչ պաշտոնապես է Բաքվի մեդիան աշխարհով մեկանում։ Իսկ հանրահայտ է, որ նրանց ամբողջ մեդիան է Ալիևի ուղիղ ցուցումով աշխատում։ Արևմտյան ադրբեջանցիների վերադարձ Զանգեզուրի Միջանցք կոչված են ուզում Հայաստանի, ապառազմականացում են ուզում, հատուցում են ուզում Հայաստանից։ Ինչ է ասում Ադրբեջանի նախագահը, ասում է երբ Հայաստանի նրա այդ հիմնական թեզիսը կամ իբրև թե իր արդարացումը, իբրև թե չի վստահում Հայաստանին եւ դրա համար էլ այդ պայմանները ուզում է վերջնական խաղաղություն։ Իսկ այդ պայմանները ամբողջությամբ ենթադրում են Հայաստանի պարզապես էկզիստենցիալ վտանգ։ Ու եթե ուզելիքը չստանան, խոստանում են չստորագրել։ Այստեղ մի փոքրիկ դիտարկում կա Բաքվի համար։ Հիմա որքան էլ Ալիևն իր դերի մեջ խաղաղության թոզն է փչում, նրանց նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը խաղաղության բանակցությունների նախասկզբից էր անոնսում։ Մի օգտագործեք խաղաղության պայմանագիր ձևակերպումը։ Խաղաղության պայմանագիր դեռ երկար ժամանակ չի կնքվելու, այնինչ ստորագրվի իրենից ներկայացնելու է ընդամենը սկզբունքների մասին համաձայնագիր։ Բաքուն գիտի ինչ է ուզում, մասնագետներն անհանգստացած են։ Հայաստանի համար խիստ վտանգավոր են համարում ընդհուպ գոյաբանական խնդիր տեսնում արևմտյան ադրբեջանցիներ պնդման մեջ։ Եվ շեշտում են, որքան էլ հայկական կողմը պնդում է, թե այդ պայմանագրում միակողմանի զիջում չկա, ամբողջ համատեքստը փոխզիջումներով է, բայց փնտրում ու փոխզիջում չեն գտնում։ Նրանք ամբողջը միակողմանի արդեն ես իմ քանի հատ պահանջ եմ Հայաստանին ասել, որ Հայաստանը բավարարի։ Օրինակ, այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների վերադարձ։ Էբա մենք օրինակ արցախցիների վերադարձ պահանջում ենք, կամ նրանք միակողմանի պահանջում են ապառազմականացում ու գրված զենքերի վերադարձ եւ այլն։ Մենք դա պահանջում ենք իրենցից, կամ այդ խաղաղության պայմանագիրը ծածկելու է այդ հարցերը։ Ասենք Արցախին վերաբերող բոլոր կազմակերպությունները փակել, այսպես կոչված ֆաշիզմի տակ չգիտես ինչ պահանջներ են կեղծիքներով բացատրակ մանիպուլյացիան առաջ տանելու մենք ունենք չունենք դրա մենք Ադրբեջանը թույլ կտա մենք իր հետ կնքվող պայմանագրի մեջ այդպես ինչ որ կետեր նախատեսենք իհարկե չէ ինչ է ի վերջո ներառում այդ փաստաթուղթը ինչ է ամրագրում 17 կետով պետք է հրապարակային դառնա պնդում է մասնագետը ժողովուրդը պիտի իմանա դա փաստաթուղթ է հենց իր ճակատագրի վերաբերյալ Սիրանուշ Մուրադյան ժամը լրատվական
Հիմա է պատեհ պահը, որ Երևանն ու Բաքուն երկարաժամկետ եւ կայուն խաղաղություն հաստատեն Հարավային Կովկասում։ Երևան ժամանած Գերմանիայի Դաշնության նախագահը Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը կոչ է արել կողմերին շուտափույթ ստորագրել, վավերացնել ու իրագործել խաղաղության փաստաթուղթը, քանի որ ոչինչ այլևս չի խանգարում դրա իրագործմանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն էլ Ֆրանկկ-Վալտեր Շտայնմայերը իր աջակցությունն է հայտնել Հայաստանի խաղաղության օրակարգին, իսկ ապրիլի 2-ին Գերմանիայի նախագահը կլինի Բաքվում։ Գերմանիայի նախագահը նախքան Բաքու գնալը Երևան է եկել իր պատվիրակության հետ Ծիծեռնակաբերդի բարձունքում ծաղիկներ է խոնարհել։ Հետո պաշտոնական ընդունելություն նախագահականում առանձնազրույց ու ընդլայնված կազմով հանդիպում։ Օրակարգում տարբեր հարցեր են համաձայնագրերի ստորագրում, ֆինանսական, նաև Երևանի ու Լայպցիգի միջև մշակութային տարի անցկացնելու վերաբերյալ։ Հայտարարության ժամին արդեն Գերմանիայի նախագահ Ֆրանկկ-Վալտեր Շտայնմայերը անդրադարձավ հայ-ադրբեջանական խաղաղության փաստաթղթին, ասաց՝ կա խաղաղության համաձայնագիր, պետք է անել վերջին քայլերը խաղաղություն հաստատելու համար։ Շեշտեց, Հայաստանը վերջին շաբաթների ընթացքում շատ կառուցողական մոտեցում է դրսևորել այս հարցում։ Խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, վավերացմանը եւ իրագործմանն այժմ այլևս ոչինչ չի խանգարում։ Այդ առումով Հայաստանը որոշումներ է կայացրել, որոնք հանգեցրել են խաղաղության համաձայնագրի հնարավոր դառնալուն եւ այժմ ադրբեջանական կողմը պետք է դադարի թերահավատ լինել։ Մարդիկ այս տարածաշրջանում սպասում են երկարամյա հակամարտության ավարտին եւ տնտեսական զարգացումն էլ կախված կլինի քաղաքական զարգացումներից։ Կարող ենք ասել, որ Հայաստանի համար հեշտ չի եղել հանգուցալուծման հասցնել այս հարցը։ Շատ երկրներ կարող են օրինակ վերցնել։ Գերմանական լրատվամիջոցի լրագրողն է նախագահներից հետաքրքրվում, ինչ հիմք ունի լավատեսությունը, երբ վերապահում կա Բաքվի ձգտումների նկատմամբ վստահության պակաս։ Չնայած Հայաստանը անդադար ասում է պատրաստ է այդ փաստաթուղթը ստորագրել, բայց Բաքուն ոչ միայն չի արձագանքում, այլ նաև չի հրաժարվում պահանջներից։ Նախագահ Խաչատուրյանն ասում է, ամեն դեպքում հավատարիմ ենք խաղաղության օրակարգին։ Մենք շարունակելու ենք այս նույն ոճով եւ նաեւ վստահ ենք, որ կգա այդ օրը, որովհետև շատերը չէին սպասում, որ այդ համաձայնագրի շրջանակներում առարկություններ, որոնք կային, կհանվեին, բայց մարտին պարզվեց, որ դա հնարավոր է։ Մենք ունենք հիմա սեղանին դրված պատրաստի փաստաթուղթ։ Մինչև Բաքուն պահանջում է սահմանից երրորդ երկրի ներկայացուցիչներից հրաժարվել եւ հայկական կողմն էլ արդեն համաձայնել է ու այդ զիջմանը գնացել, Գերմանիայի նախագահը Երևանում կարևորում է դիտորդների ներկայությունը սահմանին, ընդգծելով, թե նրանք հավելյալ ապահովության երաշխիք են։ Եվ դա շատ տպավորիչ ու քաջալերող է, երբ սահմանում բնակվողները արտահայտվում են, թե ինչ դեր ունի Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելությունը։ Առաքելության ներկայությունը լրացուցիչ ապահովության զգացում է ստեղծում եւ վաղը շնորհակալություն կհայտնեմ առաքելության անդամներին։ Վարչապետ Փաշինյանի հետ էլ կհանդիպի Շտայնմայերը, հետո Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ կնստի առանձնազրույցի։ Հավանաբար Բաքվում էլ խաղաղության պայմանագիրը անհապաղ ստորագրելու կոչեր կհնչեն։ Տիգրան Գուրգենյան, ժամը լրատվական։ Իսկ այս ընթացքում Բաքվից Գերմանիայի նախագահի հասցեին մեղադրանքները երկար սպասեցնել չտվին։ Ադրբեջանական մամուլում վայնասուն է, թե Ֆրանկկ-Վալտեր Շտայնմայերը Հայաստանում Ինստագրամում իբր հրապարակել է Լեռնային Ղարաբաղի դրոշը։ Գերմանիան կրկին ցուցաբերում է կանխակալ վերաբերմունք, շարունակում է սադրանքները նման հրապարակումներում։ Ադրբեջանցիները գրում են, թե սա արդեն երկրորդ հակաադրբեջանական սադրանքն է վերջին շրջանում։ Մինչդեռ Գերմանիայի նախագահի օգտահաշվում իրականում նման հրապարակում չկա։ Հայաստանը հրաժարվում է վճարել ՀԱՊԿ անդամակցության գումարը։ Երևանը կազմակերպության քարտուղարությանը տեղեկացրել է, որ ձեռնպահ կմնա ՀԱՊԿ 2024 թվականի բյուջեի մասին հավաքական անվտանգության խորհրդի որոշման ստորագրումից, այսինքն ֆինանսավորմանը մասնակցելուց։ Հիշեցնեմ, որ վարչապետ Փաշինյանը 2024-ի սեպտեմբերին հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծում մեր երկրի ինքնիշխանության համար։ Արցախցիների ճակատագիրը որոշելիս հաշվի առնել Արցախի լեգիտիմ ներկայացուցիչների կարծիքը, ջանքեր գործադրել Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին վերադարձնելու ուղղությամբ, ապահովել Արցախի ժողովրդի հավաքական վերադարձը հայրենիք, սակայն մինչև այդ Մայր Հայաստանում պետք է ապահովել արժանապատիվ կեցության պայմաններ։ Սրանք են այն հիմնական պահանջները, որոնք բարձրացնում են մեր հայրենակիցները Հայաստանի կառավարության առաջ։ Այսօր մի խումբ արցախցիներ բողոքի ակցիա են իրականացրել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մոտ։
Գլխավոր հարցը բնականաբար բնակարանային ծրագիրն է, զբաղվածության ծրագիրը եւ բնակվարձի աջակցության ծրագիրը, որը փոխկապակցված է բնակարանային ծրագրի հետ։ Մեզ համար ամենակարևոր հարցն այն է, որ բնակարանային ծրագիրը պետք է ապահովի կայուն արժանապատիվ լուծում մեր ժողովրդի կեցության խնդիրների համար։ Իհարկե, մեզ համար քաղաքական վերջնական նպատակը մեր հավաքական վերադարձն է, բայց մինչև հավաքական վերադարձը մենք ցանկանում ենք, որ Արցախի ժողովուրդը բնակվի այստեղ, Հայաստանի Հանրապետությունում, եւ դրա համար պետք է մենք ունենանք համարժեք արժանապատիվ պայմաններ։ Առջևում թողարկման երկրորդ հատվածն է, կվերադառնանք րոպեներ անց։ Իրանը մարզում է մկանները, եթե Միացյալ Նահանգները հարձակվի, պատասխանը համարժեք կլինի, Թեհրանի զգուշացումը։ Նոր սկանդալ Թրամփ-Զելենսկի հարաբերություններում, ով ում է գցում։ 4 ծառերի փոխարեն նորը, թե սպանդ մայրաքաղաքում բնապահպանների աղմուկը։ Մենք կրկին ուղիղ եթերում ենք, շարունակենք թողարկումը, այժմ միջազգային լրահոս։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հերթական սպառնալիքից հետո Իրանի զինված ուժերը մարտական պատրաստության են բերել հրթիռները, որոնց մեծ մասը տեղակայված է երկրով մեկ սփռված ստորգետնյա օբյեկտներում։ Հրթիռները նախատեսված են օդային հարվածներին դիմակայելու համար։ Հիշեցնեմ, Թրամփը խոստացել է պահանջած զիջումների չգնալու դեպքում պատժել Իրանին։ Թեհրանը հրաժարվել է նման պայմաններում բանակցել Միացյալ Նահանգների հետ, հայտարարելով, որ պատրաստ են վճռական արձագանքել ցանկացած ագրեսիայի։ Կրկին սրվում են նաև Թրամփ-Զելենսկի հարաբերությունները, Ուկրաինայի նախագահը մտադիր է դուրս գալ օգտակար հանածոների գործարքից, հայտարարել է ԱՄՆ նախագահը։ Թրամփը սպառնացել է, եթե Զելենսկին դուրս գա այդ գործարքից, շատ մեծ խնդիրներ կունենա։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այդ համաձայնագրով Սպիտակ տունը ձգտում է վերահսկողություն հաստատել Ուկրաինայի բոլոր հանածոների, նաև ենթակառուցվածքների նկատմամբ։ Մինչդեռ Զելենսկին հայտնել էր, որ Կիևը չի ճանաչի նախկինում հաստատված ԱՄՆ ռազմական օգնությունը որպես վարկեր, որոնք պետք է վերադարձնեն։ Իսկ Մոսկվան կտրականապես դեմ է Կիևին զենք մատակարարող երկրներից Ուկրաինա խաղապահներ ուղարկելու գաղափարին։ Ռուսաստանի արտգործնախարարության միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Կիրիլ Լոգվինովը ընդգծել է, որ արևմտյան երկրների ամբարտավան ցանկությունն է հանգեցրել ուկրաինական հակամարտությանը։ Վերջին տարիների պատմությունը եվրոպացիներին ոչինչ չի սովորեցնում։ Նրանք բացարձակապես խուլ են նախազգուշացումների հանդեպ, որ դա անընդունելի է Ռուսաստանի համար, հայտարարել է դիվանագետը։ Այսօր մեկնարկել են ՆԱՏՕ-ի անդամ երկրների Ռամշտայն ֆլագ 2025 ռազմաօդային զորավարժությունները։ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցող 15 երկրի 90 ռազմական ինքնաթիռ է մասնակցում զորավարժությանը։ Թռիչքների իրականացման համար գործարկվելու են Եվրոպայում գործող ՆԱՏՕ-ի 12 ավիաբազաները։ Գործողությունների կառավարումը իրականացվելու է Նիդերլանդների Լյուբարդեն ավիաբազայից։ Բազմապլանային զորավարժությունները համակցված են մարտական գործողությունների կատարելագործման նպատակ և դա են հետապնդում։ Փարիզի դատարանը Մարին Լը Պենին դատապարտել է 4 տարվա ազատազրկման և Ֆրանսիայի նախագահի ընտրություններին մասնակցելու իրավունքից։ Նա նաև չի կարող 5 տարի ժամկետով պետական իշխանության մարմիններում պաշտոն զբաղեցնել։ Քաղաքական գործչին մեղավոր են ճանաչել Եվրախորհրդարանի միջոցները վատնելու մեջ։ Մեղադրական դատավճիռ է ներկայացվել ևս 8 պատգամավորի, Ազգային միություն կուսակցությունից 12-ն էլ մեղավոր են ճանաչվել տեղեկությունը թաքցնելու մեջ։ Ազատազրկման 4 տարիներից 2-ը պայմանական է, պատժի մնացած ժամկետը Լը Պենը անցկացնելու է տանը էլեկտրոնային շղթայով։ Եվ կրկին վերադառնանք մեր երկիր, անցնող շաբաթվա ընթացքում մայրաքաղաքում ընդհանուր հանրային տրանսպորտից էլեկտրոնային տոմսերով օգտվել է 2.401.169 ուղևոր, ընդ որում 1.811.320-ը միայն ավտոբուսներից է օգտվել։ Քաղաքային իշխանությունը նախատեսում է նաև էլեկտրական ավտոբուսների նոր խմբաքանակ ներկրել։ Հանրային ներդրումային ծրագրով քննարկման փուլում է 250 նոր էլեկտրական ավտոբուսների ձեռքբերման գործընթացը։
Քննարկվում է նաև երկու դեպոների վերակառուցման ու արդիականացման հարցը։ Այս պահին մինչև 250-18 մետրանոց էլեկտրական ավտոբուսների գնումը, երկու դեպոների վերակառուցումն ու արդիականացումը, մինչև 230 հեկտար քաղաքային այգու կառուցումը, խոսքը գնում է Դալմայի այգիների մասին։ Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածը վերակառուցելու նպատակով տարածքում գերակա շահ ճանաչելու որոշման մասին նախագիծն արդեն մեկ անգամ քննարկվել է կառավարությունում։ Նախարարական կոմիտեի նիստում հնչել են առաջարկներ ու դիտողություններ։ Դրանց հիման վրա նախագիծը լրամշակման փուլում է։ Մենք մի հատ էլ ինչ-որ հարց ունեինք, որ կապված էր դատախազության հետ։ Հա, որովհետև այնտեղ մի գույք կա, որը ապօրինի գույքի բռնագանձման ընթացակարգով քննության առարկա է հանդիսանում, պիտի մենք դատախազությունից ստանայինք տեղեկատվություն, գրությամբ դիմել ենք, որպեսզի հասկանանք այդ գույքի նկատմամբ ինչ ռեժիմ պետք է գործի։ Ես առաջարկում եմ գերակաշահի որոշումը առաջ տանել կոմիտեում նորից քննարկել։ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը գեղարվեստական լուսավորություն կունենա։ Արդիականացման աշխատանքներն արդեն մեկնարկել են։ Երևանի սրտում գտնվող Թամանյանական գլուխգործոցը կլուսավորվի 394 LED լուսարձակներով։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Վերջին օրերին համացանցում կրկին աղմուկ է, բնապահպաններն ու մայրաքաղաքի բնակիչները դժգոհում են, որ քաղաքային իշխանությունը սղոցները առած աջ ու ձախ հատում է կենսունակ ծառերը, մինչդեռ պատասխանատուները հայտնում են, որ Վարդագույն քաղաքում վարդագույն նոր ծառեր են տնկում, արդեն 20,000 հատ։ Վերջին 2.5 տարիներին Երևանում կանաչ տնկարկները ավելացել են 45.8 հեկտարով։ Խոսքը այն տարածքների մասին է, որոնք թեև հողային մակերեսներ են, բայց կանաչապատված չեն։ Տնկել են 20,000 ծառ, հատել եւ դուրս բերել շուրջ 4,000 ծառ, չոր ու վթարային։ 42,000-ից ավել ծառ 2.5 տարվա ընթացքում ենթարկվել է սանիտարական էտի։ Եվ միևնույն ժամանակ Երևանը ամեն սեզոնին պատվել է ծաղկանոցներով։ Արդեն այս տարի Երևանում 10 հեկտարից ավելի տարածքում ուրբան այգիներ կհիմնվեն։ Աշխատանքների մեկնարկը տրվել է Ծիծեռնակաբերդի եւ Սարալանջի հատվածում։ Երևանի քաղաքապետարանի կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն հողակի տնօրենի խոսքով մայրաքաղաքի օդի մաքրության հարցը կլուծեն ուրբան այգիները։ Բժշկական համալսարանի հիգիենա եւ էկոլոգիա ամբիոնի դոցենտը հիշեցնում է վերջին օրերին Երևանի կենտրոնում իրականացված ծառահատումները Թումանյան, Բյուզանդ եւ Մելիք Ադամյան փողոցներում իրականացվել են առանց որևէ փորձաքննության, ինչը էկոլոգիական մեծ աղետ է։ Փողոցները տասնամյակներով կմնան առանց ծառերի։ Եվ փողոցների ծառերը եւ այգեպուրակային տարածքների ծառերը իրարից տարբերվում են։ Չի կարելի կատալպա, բուդայածառ, ալբիցա բերել կանգնացնել փողոցներում, որովհետեւ այս ծառերը դեկորատիվ էսթետիկ հատկանիշներ ունեն, այլ ոչ թե սանիտարահիգիենիկ, որպես թեղի ծառատեսակը, որպես ամենափոշին նստեցնող ծառատեսակ։ Եվրոպական երկրներն ունեն 40% ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ծածկույթ, իսկ Երևանում այն ընդամենը 4% է։ Երևանում մենք խորհրդային տարիներին ունենք 17% ընդհանուր օգտագործման տարածքների ծածկույթ, այսօր մենք ունենք ընդամենը 4-ը, դա միջև զանգվածային ծառահատումներ, հիգիենիկ ստանդարտը պահանջված, որ ապահովի բնակչության թթվածնային քաղցի խնդիրներ չլինեն եւ արտանետումներով թունավորումներ չլինեն, մենք պարտավոր ենք 20% ծածկույթ ունենալ։ Փողոցներում, որոնք եւս համարվում են ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներ, զանգվածային հատումներ են։ Ցույց են տալիս 4 ծառ, որն ունի մեջտեղում փչակ եւ ասում, որ բոլորը փտած են։ Ոչ մի գործիքային հետազոտություն չկա, այսօր Երևանի բուսական ծածկի հետ կատարվողը որևէ գիտական հիմնավորում չունի, ընդգծում է Վարդանյանը։ Մեծ հեռուստադիտողներին ցույց են տալիս 4 ծառեր, որտեղ որ կան փչակներ եւ դա էլ դրապացուցիչ չի, որ ծառերը հատմանի ենթակա են, որտեղ կենտրոնական փչակա, դա այն վտանգավոր փչակները չի եւ թեղին էլ այն արագ ոչնչացող ծառատեսակը չի, որովհետեւ մենք օրինակ եթե լիներ դա բարդի, եթե լիներ հացենի, մեր մոտեցումը մի տարբերակ է, եթե դա օրինակ կաղնի է եւ օրինակ թեղի է, մեր մոտեցումը ծառերը պահելու առումով դրիվ ուրիշ մոտեցում է։ Ամեն բույս ունի իր ֆունկցիոնալ նշանակությունը եւ հիգիենիկ ստանդարտներով շատ խիստ կանոնակարգված է, թե ինչ բույսեր ընտրել, երբ փողոց են կանաչապատում, մայրուղի, անտառ, պուրակ կամ օրինակ մանկապարտեզի այգի։ Այն բնապահպանական խնդիրները, որոնց առջև կանգնած է այսօր Երևանը, պարզապես անընդունելի են դարձնում ծառահատումները։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Որ Made in Armenia ապրանքները մրցունակ լինեն թե ներսի շուկայում, թե դրսում, պետք է անպայման ստուգված, սերտիֆիկացված լինեն։ Նման ծառայություն է առաջարկում ոլորտում արդեն հայտնի սերտիֆիկացում եւ որակ ընկերությունը, այն EAS հայտարարագրման ոլորտում միակն է մեր երկրում։
Բիզնեսի շարունակական եւ կայուն զարգացում, անկանխատեսելի խնդիրների ու սխալների չեզոքացում, սրանք են առանցքային դիտարկվող այն առավելությունները, որ կարող են ունենալ սերտիֆիկացում եւ որակ ընկերության հաճախորդները։ Մեր տնտեսվարողները գիտեն, որ օրինակ առանց հայտարարագրման իրենց արտադրատեսակը չեն կարող հանել շուկա ու իրացնել, ընդ որում ինչպես Հայաստանի, այնպես էլ ԵԱՏՄ-ի։ Այս դեպքում սերտիֆիկացում եւ որակ ընկերության սերտիֆիկացման մարմինն է նրանց օժանդակում։ Արտադրանքի սերտիֆիկացման մարմինը արդեն 8 տարի է, ինչ իրականացնում է բարենային արտադրատեսակների, օրինակ սննդամթերքի, սննդային հավելումների, ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային ըմպելիքների եւ ոչ բարենային արտադրատեսակների, օրինակ կոսմետիկ միջոցների, ֆիլտրով սիգարետների, տաքացվող ծխախոտային արտադրատեսակների, գլանակների եւ էլեկտրոնային սիգարետների հայտարարագրման գործընթացներ, ինչպես ՀՏԿ հայտարարագրման, այնպես էլ ԵԱՍ հայտարարագրման։ Սերտիֆիկացում եւ որակ ընկերությունն ի դեպ վերջինի դեպքում այս պահի դրությամբ միակն է մեր երկրում։ Բացառիկ ծառայություն ընկերություններում կառավարման համակարգերի ներդրման, ինչպես նաեւ արդեն իսկ ներդրվածի սերտիֆիկացման ուղղությամբ են մատուցում։ Այդ համակարգերը հիմնականում համապատասխանում են ISO ընտանիքի ստանդարտներին, GXP ուղեցույցերին, ինչպես նաեւ տարբեր նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջներին։ Հարկ է նշել, որ արտահանման պարագայում Հայաստանի Հանրապետությունից արտադրանքի եւ ծառայությունների մասով շատ հաճախ պահանջ է դրվում կառավարման համակարգերի նկատմամբ ունենալ այս կամ այն ստանդարտին համապատասխանության հավաստագիր։ Մեր երկրի ներքին շուկայում էլ որոշ դեպքերում կարևոր է ունենալ այդ սերտիֆիկատը, հավելում է Ծովինար Ադամյանը։ Առանձնահատուկ կարևորություն է տրվում սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգերին, որոնք սահմանվում են ISO 22000 ստանդարտով, ինչպես նաև վտանգների վերլուծության եւ հսկման կրիտիկական կետերի համակարգով։ Վերջինս իրենց ներկայացնում է բավական հայտնի ՀԱՍՓ համակարգը։ Սերտիֆիկացում եւ որակ ընկերությունը համաձայն իր հավատարմագրման ոլորտի կամավոր սկզբունքով տալիս է նաեւ Հայաստանի եւ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերին եւ նորմատիվ փաստաթղթերին համապատասխանության գնահատական։ Ներառված են Մաքսային միության հավատարմագրված լաբորատորիաների սերտիֆիկացման մարմինների միասնական ռեեստրում։ Էդուարդ Պողոսյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։ Եվս մեկ դադար ու կվերադառնանք րոպեներանց։ Մատչելի համարվող ընտրատեղամասը անմատչելի հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Մենք վերադարձանք, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Վայր, որտեղ աշխատելը ոչ միայն հաճելի է, այլև գրավիչ Դալան տեխնոպարկի առաքելությունն է ստեղծել տարածաշրջանում աննախադեպ բիզնես հանգույց, որը կենտրոնացնելու է IT ոլորտի համար անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներն ապահովելով բավարար տարածություն եւ թթվածին։ Միջազգային չափանիշներով կառուցվող համալիրում այժմ շինաշխատանքները եռում են։ Կառույցը 22 հարկից է, ունենալու է 40,000 քառակուսի մետր գրասենյակային տարածք, հանգստյան գոտիներ ու ավտոկայանատեղի։ Ընդամենը 1.5 տարի հետո Դալան տեխնոպարկն իր այցելուներին կներկայանա շինության ավարտուն տեսքով։ Դալանը ստեղծվում է որպես հզոր տեխնոլոգիական կենտրոն, որտեղ կզարգանան նորարար գաղափարները, կամրապնդվեն գործընկերային կապերը եւ կմեծանա հայկական տեխնոլոգիական բիզնեսի մրցունակությունը միջազգային շուկայում։ Դալան տեխնոպարկը նաեւ մենակ շինություն չի, էլի ուղղակի ինքը նաեւ անհրաժեշտ ենթակառուցվածք է, որի պահանջը կա իրականում մեր հանրապետությունում եւ որ դրա արկայությունը սահմանելու է աշխատատեղերի համար նախատեսված նոր ստանդարտներ։ Տեխնոպարկն ունի 154,000 քառակուսի մետր կառուցապատման մակերես, որն աննախադեպ ծավալ է մեկ շինության համար։ Այն բաղկացած է լինելու 22 հարկից եւ իր կառուցվածքով ու տեխնիկական հագեցվածությամբ ապահովելու է լավագույն աշխատանքային պայմանները։ Դալան տեխնոպարկը ինքը բացառապես միայն բիզնես գործունեություն ծավալելու նպատակով կառուցվող նախադեպը չունեցող շինություն է։ Հիմնականում դա IT աշխարհի, IT ոլորտի ներկայացուցիչներին ներգրավելու, համախմբելու, միտեղ աշխատելու, նաև գաղափարն այդտեղ գործելու։ Ծրագրի պատասխանատուների խոսքով տեխնոպարկը մեծ հետաքրքրություն է առաջացրել թե Հայաստանում, թե մեր երկրի սահմաններից դուրս։ Տեղական եւ միջազգային տեխնոլոգիական ընկերություններն արդեն հետաքրքրված են այստեղ գրասենյակների բացելու հնարավորությամբ։
Ներդրողները տեսնում են տեխնոպարկի ներուժը որպես երկարաժամկետ շահավետ ներդրումային հնարավորություն։ Ծրագրի պատասխանատուների ձևակերպմամբ գործընկեր կազմակերպությունները պատրաստ են համագործակցության տեխնոպարկը դարձնելու տարածաշրջանային տեխնոլոգիական հանգույց։ Դալան տեխնոպարկը ձևավորում է միջավայր, որտեղ գաղափարները վերածվում են հաջողության պատմությունների։ Նայիրի Մուրադյան, Վահան Գուլոյան, ժամը լրատվական։ Արդեն անցյալում են արագ ասեմ, րոպեներս չսպարվեն կամ սպասի մեսենջերով զանգեմ, հանգիստ խոսենք արտահայտությունները։ Viva ընկերությունը իր բաժանորդների համար գործարկել է Wi-Fi calling ծառայությունը, որը ձեզ հասանելի կպահի Հայաստանի սահմաններից դուրս, երբ չունեք roaming ծառայություն։ Ընդամենը պետք է միանալ մոտակա Wi-Fi-ին ու դուք հասանելի եք օրը 24 ժամ։ Ինչպես անեք, որ ձեր հայկական համարի փաթեթի րոպեներով խոսեք արտերկրում ճամփորդելիս։ Արտերկիր մեկնելիս նախընտրում ենք կապի առավել հարմար, հուսալի ու մատչելի ծառայությունը։ Բացառապես Viva-ի բաժանորդների համար հասանելի Wi-Fi calling ծառայությունը գործում է Հայաստանի սահմաններից դուրս եւ աշխատում ցանկացած տեղ, որտեղ կա Wi-Fi հասանելիություն։ Ծառայության համար բջջային ցանց պետք չէ։ Wi-Fi calling ծառայությունից օգտվելիս բոլոր զանգերի ու SMS-ների համար կիրառվում են ընթացիկ սակագնային պլանով սահմանված սակագներն ու ծառայությունների ներառումները։ Wi-Fi calling-ով միացումն իրականացվում է Wi-Fi ցանցի միջոցով։ Viva-ի բաժանորդները իրենց սմարթֆոններով կարող են զանգահարել, ուղարկել եւ ստանալ հաղորդագրություններ աշխարհի ցանկացած կետից իրենց փաթեթների ներառումներով ու սակագներով։ Գործարկումից շատ չանցած էլ Wi-Fi calling-ը գնահատվել ու լայն տարածում է ստացել Viva-ի բաժանորդների շրջանում։ Ընդամենը 1 տարում արտերկրում Wi-Fi calling օգտագործողների թիվը կրկնապատկվել է, իսկ ձայնային թրաֆիկը աճել է 3 անգամ, սահմանելով նոր ռեկորդ։ Բաժան նորմալ ասել եք թե։ Հա, պապ, նոր եմ միացել Wi-Fi-ին այստեղի ամեն ինչ լավ է։ Viva-ն որպես իր բաժանորդների համար նախատեսված բացառիկ ծառայություն Wi-Fi calling-ի միջոցով նաև SMS ստանալու եւ ուղարկելու նորարար լուծում է մշակել։ Քարտային, բանկային գործարքների վերաբերյալ SMS ծանուցումներ, վարկային վճարումների մասին հիշեցումներ, կարևոր SMS հաղորդագրություններ արտերկրում roaming չունենալու դեպքում։ Wi-Fi calling-ից օգտվելու համար որևէ հատուկ հավելված ներբեռնելու անհրաժեշտություն չկա, պարզապես քո սմարթֆոնը պետք է ունենա Wi-Fi calling ֆունկցիան։ Իսկ ինչպես օգտվել Wi-Fi calling-ից։ Պարզապես անհրաժեշտ է ակտիվացնել Wi-Fi calling ֆունկցիան հեռախոսի կարգավորումներում, միանալ ցանկացած Wi-Fi ցանցի։ Այսպիսով արդեն անցյալում են արագ ասեմ, որ շատ գումար չգնա կամ սպասիր մեսենջերով զանգեմ, հանգիստ խոսենք արտահայտությունները։ Կարիք չկա փնտրելու այլընտրանքային կապի միջոցներ։ Wi-Fi calling-ի շնորհիվ Սփյուռքի մեր հայրենակիցները եւս կարող են շարունակել օգտվել իրենց հայկական համարից անկախ գտնվելու վայրից եւ խոսել հարազատների հետ նույն սակագներով, ինչ Հայաստանում, ստանալ եւ ուղարկել SMS-ներ։ Եվ ամենակարևորը չենք մոռանում ակտիվացնել ինքնաթիռի ռեժիմը։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Եվ կրկին օրվա թեմայի մասին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը 3 կայացած թիմ ընտրություններում մի շարք խնդիրներ է արձանագրել։ Օրինակ, հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված ընտրատարածքները պարզվել են այնքան էլ հարմար չեն։ Իսկ Արցախից բռնի տեղահանված կանայք սոցիալնախարարությունից սոցիալական աջակցություն են պահանջում։ Օրվա կարևորը մեկ տեսաշարում։ Գյումրու և Փարաքարի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը բազմաթիվ խնդիրներ է արձանագրել տեղամասային կենտրոնների մատչելիության հետ կապված։ Օմբուդսմենը տարածած հայտարարությունում նշել է, որ անգամ այն ընտրատեղամասերը, որոնք կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացնում է մատչելի կամ մասամբ մատչելի, ունեցել են բազում խնդիրներ։ Դրանք կամ փոփեն, համապատասխան քայլեր կձեռնարկեն։ Արցախից բռնի տեղահանված մայրերը բողոքի ակցիայով հավաքվել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առջև, շարունակելով իշխանություններից պահանջել չընդհատել 40 գումարած 10,000 դրամ աջակցությունը։ Բողոքավորների պնդմամբ այդ սոցաջակցությունն առանցքային նշանակություն ունի իրենց համար։ Առանց դրա կկանգնեն կրկնակի գաղթական դառնալու խնդրի առաջ։ Մայրերը նախարարության շենքի առջև գրություններ են թողել։ Անհետ կորած զինվորականների հարազատները խորհրդարանում կրկին հանդիպել են իշխանության ներկայացուցիչների հետ։ Արդարադատության նախարարը ներկայացրել է անհետ կորած քաղաքացիների մասին մշակած օրենքի նախագիծը, որով սահմանվելու է վերջիններից կարգավիճակը եւ իրավահաջորդների իրավունքները, ինչպես նախորոք էին պայմանավորվել։ Հանդիպումը մեկնարկել է բաց ռեժիմով, սակայն քիչ անց այն փակ են դարձրել։ Խորհրդարանի խոսնակը միայն տեղեկացրել է, որ ազգային անվտանգության ծառայության տնօրենը նորություններ է հայտնելու։ Ազգային ժողովում աշխատող լրագրողները նիստերի դահլիճից հանդիպման ընթացքում բղավոցներ են լսել։ Պարզվել է պատգամավորներից մեկի հետ են ծնողները լեզվակռիվ ունեցել։
Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների նշանակման նոր ընթացակարգով սեպտեմբերից որևէ դիմում գրելու անհրաժեշտություն չի լինի։ Էլեկտրոնային առողջապահական եւ եկամուտների վերաբերյալ հարկային մարմնի կողմից վարվող տեղեկատվական համակարգերից ինքնաշխատ եղանակով ստացված տվյալների հիման վրա նպաստները կհաշվարկի, կնշանակի ու կվճարի միասնական սոցիալական ծառայությունը։ Մինչև այս գործառույթն իրականացնում էր գործատուն, ինչը գերատեսչության համոզմամբ ռիսկային է։ Թերթիկներ կտան միայն բացառիկ դեպքերում, օրինակ օտարերկրյա պետական մարմին ներկայացնելու համար։ Հակակոռուպցիոն դատարանում տեղի ունեցել Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով հերթական դատական նիստ է։ Աշոտյանի պաշտպանները դատարան միջնորդություն են ներկայացրել, որպեսզի թույլ տան Աշոտյանը հեռավար մասնակցի ԵԺԿ միջոցառմանը, ինչի համար պաշտոնական հրավեր է ստացել։ Դատարանը միջնորդությունը բավարարել է Արմեն Աշոտյանին դրա համար հատկացնելով 1 ժամ։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Շարունակենք, Մյանմարում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը անցել է 2000-ից։ Այդ առիթով վարչապետ Մին Աուն Հլայնը հանրապետությունում մեկ շաբաթյա սուգ է հայտարարել։ Թայլանդի օդերևութաբանական վարչության տեղեկացմամբ ցնցումները զգացվել են նաև Չինաստանում և Վիետնամում։ Հարգելի հեռուստադիտող, տեղեկացնում եմ, որ իմ գործընկեր Լիլի Հովերը առաջիկա մի քանի օրը կլինի արձակուրդում, իսկ եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը իր հուսալի և անվտանգ գերխնայող գազի կաթսաներով, որոնք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահների ցանցում։ Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ, իսկ այժմ եղանակի ժամն է։ Եվ այսպես, հանրապետության տարածքում ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավ-արևմտյան է 2-ից 5 մետր վարկյան արագությամբ։ Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքի մարզում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային հատվածներում սպասվում է 10-ից 16 աստիճան ջերմություն։ Վայոց ձորի և Արագածոտնի նախալեռներում 16-ից 22 աստիճան։ Լոռիում 15-ից 20, Տավուշում սպասվում է 20-ից 23 աստիճան ջերմություն։ Արարատում, Արմավիրում 20-ից 23 աստիճան։ Սյունիքի Հովիտներում 20-ից 24 աստիճան է։ Սյունիքի նախալեռներում սպասվում է 16-ից 21 աստիճան ջերմություն։ Երևանում գիշերը սպասվում է 5-ից 7, ցերեկը 19-ից 21, երեկոյան սպասվում է 12-ից 14 աստիճան ջերմություն։ Ապրիլի 2-ից 4-ը օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Հարգելի հեռուստադիտող, այսքանով ավարտված է ժամի գլխավոր թողարկումը, խաղաղ գիշեր եմ մաղթում բոլորիս։